Ուղղափառ քրիստոնյաներն ու հին տոմարին հետևող հայ առաքելական եկեղեցու հետևորդները տոնում են Սուրբ Զատիկը։ Մայիսի 4-ի երեկոյան մատուցվեց ջրաքալույցի Սուրբ Պատարագը։ Աշխարհի ուշադրությունն ուղղված էր դեպի Սուրբ Երկիր Երուսաղեմ, որտեղ հարության տաճարում հազարավոր մարդիկ անհամբեր սպասում են Սուրբ կրակի հայտնվելուն։ Այդ կրակի դուրս բերումը խորհրդանշում է գերեզմանից ճշմարիտ լույսի, այսինքն հարությալ Քրիստոսի դուրս գալը։ Ըստ քրիստոնեական ավանդապատումների, եթե կրակը չհայտնվի, կնշանակի Աստված երես է թեքել մարդկությունից։ Կրակը հայտնվում է Տիրոջ գերեզմանի մատուռում, ու քանի որ հայերն այստեղ ևս իրավատերեր են, ուստի կրակը դուրս բերելու իրավունքը հայերինն ու հույններինն է։ Տաճարի մյուս իրավատերերը, կաթոլիկները, տոնը նշում են նոր տոմարով։ Կրակը Երուսաղեմից տարվում է ուղղափառ երկրների մայրաքաղաքներ։ Այս տեսանյութում Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը դուրս է բերում սրբազան կրակն ու փոխանցում է հայ հավատացյալներին։ Հարության տաճարի հայ ուխտավորները վանկարկում են Հայաստան։ Ամեն տարի հարության տոնին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից պատվիրակություն է մասնակցում այս արարողությանը։ Այս տարի Երուսաղեմում հարության տոնին մասնակցել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միաբաններ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատարագ է մատուցել Տիրոջ գերեզմանի տաճարում։ Աննա Թամրազյան, Եկեղեցական կյանք։